Ողջույն բոլորին, ինձ շատ են գրում մարդիկ և ասում, ինչի իմ աղոթքները չի պատասխանվում, տարիներ աղոթում եմ, բայց աղոթքներս չի պատասխանվում, հիմա ես ուզում եմ այդ հարցին պատասխանեմ նախ և առաջ Աստծո խոսքով, այն ինչ Աստված է ասում, թե ինչի համար կարող է չպատասխանվել քո աղոթքը, հետո ավելի մանրամասն բացեմ։ Եվ այսպես, Եսայի 59-րդ գլուխ։ Ահա Տիրոջ ձեռքը չի կարճացել, որ չկարողանա փրկել, ոչ էլ ականջն է ծանրացել, որ չկարողանա լսել։ Այստեղ ուշադիր լսեք, այլ ձեր անօրենությունները բաժանում բերեցին ձեր և ձեր Աստծո միջև, և ձեր մեղքերը նրա երեսը ծածկեցին ձեզանից, որ չլսի։ Այստեղ ասում է, որ ձեր մեղքերի պատճառով նա ձեր աղոթքը չի լսի։ Նա իր երեսը ծածկում է ու քո աղոթքներին չի պատասխանում քո մեղքերի պատճառով։ Հիմա մանրամասնենք այդ ինչ մեղքեր են, ես կփորձեմ շատ հակիրճ, որովհետև որ թվարկենք շատ են այդ մեղքերը։ Հիմա մեղքերից մեկը սուտ խոսալը, դու հլը սուտ ես խոսում, ունես Հիսուսին, բայց սուտ ես խոսում, միգուցե չունես Հիսուսին քո կյանքի Տեր ու Փրկիչ, բայց անընդհատ սուտ ես խոսում, գիտես, սենց անենք, հիմա այս բոլորը վերաբերվում է այն մարդկանց, ովքեր համ ունեն Հիսուսին որպես իրանց կյանքի Տեր, համ որ չունեն, եթե դու չունես, նախ և առաջ դա հենց ամենամեծ խնդիրն է, որովհետև փրկությունը միայն Հիսուսով է։ Հիմա սուտ ես խոսում, բամբասում ես մինչև հիմա, միգուցե քեզ շատ ուժեղ ցավացրել են, բայց դու դեռ չես կարողանում ներել, չներումը դառը արմատը, ատելությունը մեջը տա։ Ոնց ես անցկացնում օրդ, ինչ ֆիլմեր ես դիտում, միգուցե դիտում ես ֆիլմեր, որը Աստծո կամքը չի, միգուցե նայում ես վիդեոներ պոռնոգրաֆիկ, ֆիլմեր, սերիալներ, գիշեր-ցերեկ, Աստծուն ժամանակ չես տրամադրում, և այսպես շարունակ շատ մեղքերի մասին կարող եմ խոսալ, տրտնջալը, Աստված չի սիրում տրտունջը, անվերջ բողոքելը, նույն բանն է տրտունջը, բողոքելը, շատերը մեղք ասելով մտածում են, հա դե չեմ սպանել, ուրեմն մեղք չեմ գործել, չէ, կախված է դու օրվա մեջ ինչ ես անում, ոնց ես ապրում, արդյոք կատարում ես Աստծո կամքը, չէ որ Աստված քեզանից ուզում է, որ դու սուտ չխոսաս, չխաբես, դադարես բամբասելը, չատես, չվիրավորես մարդկանց, չհայհոյես, վատ կոմենտներ չգրես, ամբողջ օրը առավոտից իրիկուն չտրտնջաս, գիտես սենց կարամ թվարկեմ ժամերով,